Թող Տիրոջ անունը փառավորվի, քուրեր եղբայրներ, ես Վանաձորից եմ, անունս Արտուր եմ։ Շատ ուրախ ենք, որ ձեր մեջ ենք։ Թող Աստված օգնի, որ իրոք իր շնորհքով լցվենք, իր շնորհքով առատանանք։ Իրեք քուրեր եղբայրներ, Աստված միշտ էլ ուզում է օգնի իր ժողովրդին։ Աստված միշտ էլ ուզում է լցնի իր խոսքով, իր զորությունով, բայց մի կարևոր հանգամանք գոյություն ունի, ես ուզում եմ մի քիչ դրա մասին շոշափենք այսօր, խոսենք, ուրեմն Մատթեոս ավետարանի մեջ 9-րդ գլխի 14 համարից պիտի կարդամ, Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 14 համարից։ Այն ատեն Հովանեսի աշակերտները նրան եկան ու ասեցին. Ինչու մենք ու փարիսեցիները շատ անգամ ծոմ կպահենք, իսկ քո աշակերտները չեն պահում։ Եվ Հիսուս ասեց նրանց. Միթե կարելի է, որ հարսանեկի տղաքը սուկ պահեն, քանի որ փեսան իրենց հետ է, բայց օրեր պիտի գան, երբ փեսան իրենցից պիտի վերցվի, այն ժամանակ ծոմ պիտի պահեն։ Մեկը չի ձգեր նոր լաթի կտորը հին հանդերձի վրա, քանզի այն, որ նրա լրության համար դրված է, կառնի հանդերձից ու պատրվածք ավելի գեշ կլինի։ Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ կդնեն, քանի որ տիկերը կպատրվեն ու գինին կթափվի, եւ տիկերը կկորսվեն, ապա նոր գինին նոր տիկերի մեջ կդնեն ու երկուսն էլ կպահվեն։ Եվ տեսնում ենք, որ մոտեցան Հովանեսի աշակերտները եւ փարիսեցիները Հիսուսին այսպեսի հարցադրումով, որ ինչի մենք ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները չեն պահում։ Եվ Հիսուսն էլ բացատրեց իրանց, ինչա տեղ ունենում։ Քուրեր եղբայրներ, շատ լավ հարց էին տալի Հիսուսին, շատ լավ բան էին անում, շատ կարևոր եւ ճիշտ գործողություն են անում այս մարդիկ, ծոմ էին պահում, դա շատ լավ բան է, այսօր մենք էլ ենք շատ բան անում, շատ բան ուզում, բայց Հիսուս Քրիստոս մի կարևոր ուղղություն բացատրեց իրանց եւ ասեց, որ նոր կտորը հին հանդերձի վրա չեն կարում եւ նոր գինին հին տիկերի մեջ չի լցվում, որտեղ կպատրի ասմա հանդերձից, չէ, եւ ավելի գեշ կլինի պատրվածքը եւ ասմա նոր գինի երբ որ լցնես հին տիկերի մեջ կթափվի, կպատրվի եւ կթափվի այդ գինին։ Ինչ էր բացատրում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Գիտեք, մենք իրականում շատ լավ բան ենք ուզում Աստծուց, բայց Աստված մարդուն ցույց է տալի, որ իրան ներսում կա մի կարևոր խնդիր, որ դու այդ լավ բանը, որ ուզում ես, որ ես քեզ տամ այդ լավ բանը, դու դա չես կարող պահես, դա իր ճիշտ տեղը չի կարող օգտագործվի։ Եվ փարիսեցիները երբ որ ծոմ էին պահում, բայց նրանց ներսում այդ հին բնությունն էր գործում, այդ իրանց պահած ծոմը օգուտ չէր, այդ իրանց չգիտեմ, հոգևոր արարողությունները օգուտ չէր։ Եվ Հիսուս մեր Տերը բացատրում է, եւ ասում է, լա նախ ձեզ պետք է հանդերձը փոխեք։ Լավ պետք է մարդուն իր բնությունը փոխի։ Մարդուն պետք է իր ներսը փոխվի։ Որովհետեւ մարդը աղոթք է անում, Տիրոջից բաներ են խնդրում, զորություն են խնդրում, չգիտեմ, կյանք են խնդրում, օրհնություններ են խնդրում, բայց իրականում մարդուն պիտի այս ներսի բնությունը, մարդու հին բնությունը պիտի փոխվի, որպեսզի այն որ Տերը տալիս է, կարողանա մարդը պահել, կարողանա ճիշտ տեղը օգտագործել։ Հիմա եթե ես պիտի ծոմ պահեմ, բայց իմ եղբորը չներեմ, իմ քույրիկին չներեմ, իմ պահած ծոմը, գիտեք ինչի է նման, երբ որ բաղամի մարգարեները իրանց կտրատում էին, չէ, իրանց տանջում էին, բայց օգուտ չուներ,
Եվ ես շատ ժամանակ այդպես կնմանվեմ այդ մարդկանց, որ առանց իմ ներսի վրա ուշադրություն դարձնելու ես ինձ տանջեմ, բայց իրականում օգուտ չունի դա։ Եվ մենք տեսնում ենք, որ ավետարանի մեջ, Հովանու ավետարանի մեջ, Հիսուս Քրիստոսը ասեց, Հովանու ավետարան 8-րդ գլխի մեջ, մենք կարդում ենք Հովանու ավետարան 8-րդ գլուխ 21 համարից, 21-22 համարները, Հիսուս նորից ասեց նրանց, ես կերտամ ու ինձ պիտի փնտրեք, և ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք, ուր որ ես կերտամ դուք չեք կարող գալ։ Սրա վրա հրեաներ ասում են, միթե ինքը զինք պիտի մեռցնե, որ ասում է, թե ուր ես կերտամ դուք չեք կարող գալ։ Հիսուս մեր Տեր ասավ, ես գնում եմ, բայց ու որ գնում եմ դուք հիմա չեք կարող գաք։ Ինչի, պատճառը որն է։ Պատճառը նա որ մարդը պիտի մեռնի այս աշխարհի համար։ Մարդը պիտի ճանաչի իր բնությունը։ Մարդը պիտի հասկանա իր ներսի բնությունը, ինչ բնություն է նստած, ինչ բնությունով ապրում մարդը։ Եթե դու տեսնում ես քո հին բնությունը, դու պիտի ազատվես դրանից։ Դու պիտի նոր բնություն հագնես, նոր հանդերձ հագնես, որպեսզի էլ կարկատանի գործ չլինի։ Դու պիտի նոր տիկ դառնաս, որ այդ կյանքը երբ որ լցվի քո մեջ, դա պահվի քո մեջ եւ իր տեղին օգտագործվի։ Երբ որ կարդում ենք հաջորդ համարը Հովանու ավետարանի մեջ 16-րդ գլխի Հովանու 16-ի 12-ը Հիսուս տեսեք ինչ է ասում. ձեզ տակավին շատ բաներ ունեմ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Ես ասում եմ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Ինչի հիմա չէին կարող տանել։ Որովհետև փոխված չէր մարդը, որովհետև մարդը պիտի ապաշխարեր, մարդը պիտի ճանաչեր իր մեղավոր բնույթը, մարդը պիտի իր վրայից հաներ այդ հին հանդերձը, պիտի հաներ հինը եւ հագներ նորը։ Երբ որ Քրիստոսի խաչելությունից հետո աշակերտների վրա իջավ Սուրբ Հոգին, նրա հարությունից հետո եկավ Սուրբ Հոգին եւ փոխվեց նրանց կյանքը, այդ ժամանակ եւ գինին լցվեց նոր տիկերի մեջ եւ նոր հանդերձներ հագան հոգեվորապես, այդ իրանց մարդկային արդարությունը մի կողմ դրեցին եւ մենք տեսնում ենք, որ Աստծո ամեն օգնությունները նրանք օգտագործում էին տեղին եւ Աստծո ամեն ասածը գնում էր իր ճիշտ տեղը։ Բայց այսօր մենք պիտի նայենք մեր կյանքը, քուրեր եղբայրներ, լավ բաներ ենք ուզում, շատ լավ բան ենք ուզում, բայց քանի որ իմ կյանքը փոխված չի, Աստված այդ լավ բաները որ տվեց, ես կվատնեմ, ես կփչացնեմ, ես կօգտագործեմ որպես սուր իմ եղբոր դեմ, իմ քույրիկի դեմ։ Ես կարդում եմ խոսքը, որ գիտություն հավաքեմ, որ կարողանամ ինչ-որ բաներ ապացուցել մարդուն, ինչ-որ բաներ, ինչ-որ մարդկանց դեմը դնեմ։ Սա մարդկային արդարություններն է, քուրեր եղբայրներ։ Դրա համար Հիսուս Քրիստոս ասեց. ժամանակը կգա եւ նրանք էլ ծոմ կպահեն։ Այսինքն երբ որ կբացվի իրանց, երբ որ կհասկանան ինչ է մարդու ներսում թաքնված, կապաշխարեն այդ ժամանակ իրանք էլ կսկսեն ծոմ պահելը եւ այդ ծոմը արդեն իր տեղին կարժանանա։ Երբ որ կարդում ենք Գործ Առաքելոցի մեջ, Գործ Առաքելոց 8-րդ գլխում, սա այնտեղն է, երբ որ Փիլիպոսը ավետարանչություն էր արել եւ շատ մարդիկ մկրտվել էին եւ Հովանեսը եւ Պետրոսը գրված է, որ եկան, լսեցին, որ այսպես մարդիկ ապաշխարել են, եկան այդ տեղը։ Ուրեմն Գործ Առաքելոց 8-րդ գլխի 17 համարից պիտի կարդամ։ Այն ատեն ձեռքերին դրեցին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առան, եւ տեսավ Սիմոնը, թե առաքյալներին իրանց վրա ձեռ դնելով Սուրբ Հոգին կտրվի, նրանց ստակ տվին ու ասին, տվեց եւ ասեց. ինձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսի որի վրա ձեռ դնեմ, նա Սուրբ Հոգին առնի։ Տեսեք, մարդը առանց ապաշխարելու, առանց իրան ներսը ճանաչելու, ուզում է Աստծո պարգևը, ուզում է Աստծուց մի հատ զորություն, մի հատ ինչ-որ մի բան,
որ ինքն էլ երևա, ինքն էլ չգիտեմ մարդկանց մեջ բաներ անի, բայց Պետրոս ինչ ասում շարունակության մեջ 20 համարը, եւ Պետրոս ասեց նրան, քո արծաթդ քեզ հետ կկորսվի, թող կորսվի, վասնզի Աստծո պարգևը կարծեցի թե ստակով կառնվի, դու այդ բանի մեջ մաս ու բաժին չունես, որովհետեւ քո սիրտը Աստծո առջև շիտակ չի։ Տեսեք, քո սիրտը Աստծո առջև շիտակ չի։ Եվ շարունակում է, ուստի այդ չարությունից զեղչի եք, որ Աստծուն աղաչե է թերևս ներվի քեզ քո սրտի չար խորհուրդը, որտեղ ես քեզ մաղձի ու դառնության մեջ եւ անիրավության կապի մեջ կտեսնեմ։ Ահա թե մարդու ներսը, կուրեր եղբայրներ, բայց մարդը այս ամենը չի տեսնում եւ ուզում է Աստծո պարգևը, ուզում է Աստծուց զորություն, ուզում է Աստված իր կյանքում մեծամեծ բաներ անի, իր միջոցով չգիտեմ ինչեր անի, բայց փաստորեն մարդը պիտի ապաշխարի հլա։ Փաստորեն մարդը պիտի ճանաչի իր ներսը, ճանաչի իր մեղավոր բնությունը, ասում է ես քեզ տեսնում եմ մաղձի ու դառնության մեջ եւ անիրավության կապի մեջ եմ տեսնում։ Թող Աստված օգնի մեզ, քուրեր եղբայրներ, որ երբ որ իր խոսքը լսում ենք, այդ ամենը մեր ներսը փոխանցենք, թողնենք որ մեր ներսը մտնի, թողնի որ մեզ փոխի այդ խոսքը, մեր հին բնությունը ճանաչենք մենք, որովհետև առանց ճանաչելու, ինչ լավ բաները որ խնդրես, դա ապարդյուն է լինելու։ Մի հատ համար եմ ուզում կարդամ եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Եբրայեցիս 6-րդ գլխի մեջ գրված է, Եբրայեցիս 6-ի 7-ից եմ կարդալու։ Վասնզի այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը կխմի եւ արդյունք կբերի, պիտանի նրանց, որոնց համար կմշակվի, Աստծուց օրհնություն կընդունի։ Բայց այն, որ փուշեր ու տատասկներ կաճեցնի, անպիտան է ու անեծքի արժանի եւ պիտի այրվի։ Ուրեմն այն երկիր, այսինքն ես, որ Աստծուց այդ օրհնություններ ընդունում եմ, բայց փուշ ու տատասկ եմ աճեցնում, դա անեծքի արժանի է, պիտի այրվի ասма։ Փաստորեն կա, այդ իրականությունը կա ժողովուրդ ջան, որ Աստված երբ որ մարդուն այցելում է, երբ որ մարդուն օրհնում է, մարդը քանի դեռ չի ապաշխարե, քանի դեռ չի հասկացել իր ներսի վիճակը, այդ օրհնությունները մարդու կյանքում փշեր ու տատասկներ են աճեցնում։ Մարդը Աստծո օրհնությունը օգտագործում է իր ցանկությունների համար, իր փառքի համար, իր չգիտեմ ինչերի համար, բայց ասում է այն երկիրը, որը որ այդ անձրևները ընդունում է եւ պիտանի արդյունք է տալի ցանողին, ուտողին, ասում է այդ երկիրը պիտի օրհնվի։ Այո, այսօր իրականության մեջ սա է։ Ես Աստծուն եկել եմ, իմ օգուտը ինչի համար եմ եկել, արդյոք եկել եմ որ Աստված ինձ փոխի, արդյոք եկել եմ որ Աստված ավելի խորը բացի իմ ներսը, ավելի խորը ես ճանաչեմ ինձ, որտեղ ես տեսնում եմ որ իմ մեջ լավ բան չկա, ու որ մարդը հասկանում է սա, Աստված այս մարդու վրայից այդ հին հանդերձը հանում է եւ տալիս է նոր հանդերձ առանց կարկատանի, Աստված այս մարդու հին տիկը հանում է իր վրայից եւ նոր տիկ է դարձնում, որ այդ գինի երբ որ լցվի, այս գինին մնա եւ ծառայի, պիտանի լինի նրանց ում պետք է, թող փառավորվի մեր Հիսուս Քրիստոսի անունը, վերեք կանգնենք աղոթքի քուրեր եղբայրներ եւ Աստծուն խնդրենք, որ Տերը մեր ներսը լուսավորի, որ Տերը մեզ օգնի, որ մենք ճանաչենք մեզ եւ ապաշխարությունով գանք իր առաջ։